Հայաստանում 15,000 քաղաքացի արդեն իսկ հայտարարագրել է իր եկամուտները եւ ամեն շաբաթ հայտարարագրման տեմպերն աճում են, հայտնում է Պետ եկամուտների կոմիտեի նախագահն ու նկատում. կարևորը ոչ թե այս պահի տվյալներն են, այլ դինամիկան, որն արձանագրվում է։ Երբ որ նայում ենք շաբաթական թե ինչ է տեղի ունենում, ապա մեր իրազեկման արշավները կարծում իրենց օգուտը բերում են, այդ թվում նաև սոցիալական կրեդիտների շրջանակին լայնումը նույնպես իր օգուտները բերում է։ Եվս այս պայդրությամբ 7000-ից ավել քաղաքացիներ արդեն սոցիալական կրեդիտներ են հետ ստացել, 600 միլիոն դրամից ավել երեկվա դրությամբ եթե խոսենք։ Այս գործընթացում իրենց զգալի ներդրումն են ունեցել նաև կառույցի կողմից կատարված իրազեկման աշխատանքներն ու մարզային այցերը։ Նախ առաջինը մարզային այցերն են, որոնք ակտիվ շարունակում ենք ու առաջին փուլը նախատեսում ենք այս ամսվա վերջ ավարտել, որի արդյունքներով կորոշենք լրացուցիչ ինչ այցերի կարիք կա։ Մյուս ուղղությունը կազմակերպություններ այցերն են, մենք խոշոր կազմակերպությունների հրավերով, այսինքն մենք ինքներս բաց լինելով հայտարարելով իրենց հրավերով կազմակերպում ենք այցեր, բայց նաև փոքր կազմակերպությունների համար մենք ինքներս ենք նախաձեռնում նմանատիպ իրազեկման հանդիպումներ, ինչպես մեր մոտ, այնպես էլ մեր սպասարկման սրահներում։ Քաղաքացիների համար հայտարարագրման գործընթացը հեշտացնելու նպատակով Պետ եկամուտների կոմիտեն պատրաստել եւ շրջանառել է նաև համապատասխան ուղեցույցներ։ Բացի այդ, մենք շաբաթական շատ ինտենսիվ ռեժիմով պարբերաբար վիդեոռոլիկներ, հրապարակումներ, տարբեր իրազեկման հոլովակներ պատրաստում ենք եւ տեղադրում մեր կայքում, եւ մյուսը թվային պլատֆորմի ուղղությամբ արդեն աշխատանքն է, կայքը եւ մեր այս պահին գործող մոբայլ հավելվածը պարբերաբար կատարելագործում ենք ելնելով պահանջներից քաղաքացիների, բացի այդ աշխատում ենք նոր հավելվածի վրա, որի մասին վարչապետն էլ է խոսել, ես էլ եմ իմ հանրային ելույթներում խոսել, որը հնարավորություն է տալու շատ ավելի պարզ ձևով հեռախոսից այդ հայտարարագրումը իրականացնել։ Այս առումով քաղաքացիների մտահոգությունները հիմնականում կապված են տեխնիկական գործընթացների հետ, ինչի ուղղությամբ իհարկե կառույցն աշխատում է։ Տեսեք, մի օրինակ բերեմ, օրինակ կൂട്ടակային հատկացումները կենսաթոշակային ֆոնդերին, որ ուղարկում էին, նախկինում քաղաքացին ինքը պետք է լրացներ պետության կողմից հատկացված այդ գումարները, հիմա դա ավտոմատացված է։ Նախատեսում ենք հետագայում նաև բանկերի տեղեկատվությունը ավտոմատ ձևով միացնենք այդ համակարգին եւ ավտոմատ լրացվի եւ քաղաքացիները չգնան օրինակ փորձեն փնտրել թե իրենց ավանդների դիմաց ինչ տոկոսներ եւ ինչ եկամտային հարկ են վճարել կամ կենսաթոշակառուների համար կենսաթոշակները, նպաստառուների համար նպաստները։ Պետ եկամուտների կոմիտեի նախագահը սոցիալական կրեդիտներից օգտվելը կարևոր է համարում, քանի որ ներկայում ընտանիքի անդամներին կրթական առողջապահական ծառայությունների դիմաց եկամտահարկից նվազեցումներ ունենալու եւ փոխհատուցումներ ստանալու լայն հնարավորություն են ձեռված։ Սոցիալական կրեդիտները քաղաքացիներին վճարվում են իրենց վճարած եկամտային հարկից, այսինքն քաղաքացին, երբ որ վարձու աշխատանք է կատարում եւ դրա դիմաց եկամտային հարկ է վճարում, այդ եկամտային հարկից վերադարձվում է իրեն սոցիալական կրեդիտ։ Հետևաբար այդ տեսանկյունից որևէ քաղաքացի կարծում անհանգստանալու կարիք չունի։ Ավելին ինքը նույնիսկ ստացվում է ավելի քիչ եկամտային հարկ է վճարում, իսկ մնացած մասը օգտագործում է իր եւ իր ընտանիքի անդամների մարդկային կապիտալը զարգացնելու ուղղությամբ։ Պետ եկամուտների կոմիտեի նախագահի դիտարկմամբ սոցիալական կրեդիտները նույնիսկ ոգևորել են քաղաքացիներին եւ մոտիվացրել այս համակարգում հայտարարագրումներն ավելի ակտիվ իրականացնել։ 100,000 դրամը, որը որ կա սոցիալական կրեդիտի, չի ներառում իր մեջ հիպոթեքի վերադարձները։ Այսինքն քաղաքացին կարող է օգտվել եւ նրանից, եւ այս 100,000-ներից տարեկան մակը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։